առաջնահերթին այս քննարկման համար, որովհետև այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների և քաղաքական բռնաճնշումների հարցը առավել քան ակտուալ է, որովհետև ունենք որոշակի առումով բացառիկ իրավիճակ, որովհետև կա քաղաքական բանտարկյալ իդեմս Նարեկ Սամսոնյանի, ով ընդհանրապես կալանավորվել է հետույք բառը արտաբերելու համար և այս բան գտնում է հացադուլի մեջ։ Ձեր հարցի համատեքստում այս բան դեռ թարմացում չկա, տեղեկատվության առումով։ Վերջին թարմացումը այն է, որ փաստաբանը երեկուշի երեկոյան այցելել էր Նարեկին, ինքնազգացողությունը Նարեկի լավ չէր եղել, պարբերաբար գլխապտույտներ էին եղել և ավելի հյուծված էր։ Ինչ վերաբերում է առկա իրավիճակին, նախ մի փոքր խորքից գամ, ինչի մասին է այս գործը, այս քաղաքական բռնաճնշումը։ Մենք բոլորս գիտենք, որ 2025 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած պոդքասթից հետո օրեր անց կալանավորվեցին մի պոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, այն բանից հետո, երբ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը Բարեսնով Ազնավությունը վիրավորանքներ հղեց և նրանք պատասխանեցին դրան, այդ վիրավորանքներին։ Նոյեմբերի 13-ին ուժայինները ներխուժեցին Նարեկի և Վազգենի բնակարաններ, նաև ներխուժեցին Ֆեյքի գրասենյակ, առգրավելով ողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորեցին 2 ամսով։ Հունվարի 9-ին նրանց կալանքը երկարացվեց ապօրինաբար 3 ամսով և հենց դատարանի դահլիճում Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ։ Պայքարի լիովին օրինական, սակայն այո ծայրահեղ միջոց, որպեսզի իր ձայնը բարձրացնի իր հանդեպ դեմացող խայտառակ ապօրինության համատեքստում, որովհետև նա ընդհանրապես կալանավորվել է, ինչպես նշեցի, հետույք բառը արտաբերելու համար։ Այս ընթացքում մենք անթվերի թիմով բազմաթիվ բողոքի ակցիաներ իրականացրեցինք, հատկապես միջազգային կառույցների շենքերի առջև, որովհետև որևէ արևմտյան երկրում նման խայտառակ ապօրինություն չէր լինի մարդուն կալանավորեն խոսքի համար, այն էլ ընդհանրապես հետույք բառը արտաբերելու համար։ Այսօր հացադուլի 15-րդ օրն է և պետք է փաստել, որ Նարեկ Սամսոնյանի առողջությունը օրեցօր հյուծվում է, որովհետև մենք բոլորս գիտենք, թե հացադուլը ինչ բան է, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ քաղաքական բանտարկյալի, ով ընտրել է պայքարի այդ մեթոդաբանությունը կամ պայքարի այդ ձևը, նրա առողջության վրա։ Եվ ավելին, այս հացադուլի ընթացքում մենք տեղեկացանք, որ նրան տեղափոխել էին բաժախոց, իսկ փաստացի փոխանակ ապահովեն հացադուլավորի համար անհրաժեշտ այդ պայմանները քրեակատարողական հիմնարկում ոչ միայն չեն ապահովել, այլև ըստ էության հակառակը տարել են բաժախոց և դա պետք է նշել, որ փաստացի խորհրդանման եղանակ է։ Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցածին, ապա պետք է նշել, որ Նարեկ Սամսոնյանը տեղափոխվեց բժշկական հաստատություն, որտեղ նրան պետք է հետազոտեին, այնուհետև այդ անհրաժեշտ վերականգնողական փուլը անցներ վիրահատությունը իրականացնելու
համատեքստում, սակայն այդ քրեակատարական հիմնարկի ՊՕԱԿ-ը որոշեց, որ նրան պետք է հետ ուղարկել կալանավայր։ Եվ հետևաբար հացադուլը շարունակվում է, քանի դեռ չի իրականացվել այդ պահանջը, այն պահանջը, որ կալանավորը ինքն է ընտրում այն ուժ հաստատությունը, որտեղ ցանկանում է անցնել իր վերականգնողական փուլը, իր առողջության հետ կապված հարցերի բոլոր լուծման համատեքստում։ Եվ պետք է փաստել, որ Հայաստանի գործող վարչախումբը սրանով արհեստական, այսպես ասած, խոչընդոտներ է փորձում ստեղծել այս համատեքստում եւ սա պարզապես այդ քինախնդիր մոտեցման հետևանքներից մեկն է եւ բռնաճնշումները Նահակ Սամսոնյանի նկատմամբ շարունակվում են։ Այս պահին դեռ նոր տեղեկատվություն չկա եւ վստահաբար նոր տեղեկատվության լինելիության պարագայում կամ թարմացման պարագայում հանրությունը եւ հանրային հասարակական քաղաքական դաշտը դրա մասին կիմանա։ Մի քանի խոսք ասեմ նաեւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համատեքստում ընդհանուր օրակարգի կարևորության մասին։ Իրապես դա շատ կարևոր օրակարգ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այո այսօր կան 10 քաղաքական բանտարկյալներ եւ քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Նահակ Սամսոնյանի ազատ արձակումը, Վազգեն Սահակյանի մնացած բոլորի պետք է լինի առաջնային օրակարգ բոլոր հասարակական դիմադիր քաղաքական հասարակական շերտերի համար, որովհետև հնարավոր չեն ժողովրդավարական ընտրություններ, եթե երկրում կան քաղաքական բանտարկյալներ։ Սա աքսիոմ է, որը որ պետք է հաշվի առնեն բոլոր հասարակական քաղաքական ընդդիմադիր շերտերի ներկայացուցիչները, ովքեր որ պայքարում են այս իշխանությունների դեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի տիկնայք եւ պարոնայք, մենք մոտեցանք մեր եզրափակիչ մասին։ Ես կխնդրեմ, որ մեր բանախոսներից յուրաքանչյուրը ամփոփիչ շատ կարճ խոսք ասի, հատկապես այն համատեքստում լավ ինչ անենք, որ այս այլանդակության վերջը տրվի, որտեղ այ մեզ բոլորիս, պատգամավորներին, շատ հրապարակային դեմքերին, ովքեր շատ հայտնվում են էկրաններին, փողոցում տեսնելուց բոլոր մարդիկ այս նույն հարցն են տալիս։ Արդեն մեր հասարակությունը, շնորհակալ ես պարոն Դանիելյանի հետ համաձայն եմ, անդադ պիտի խոսվի, որտեղ դա էլ է շատ կարևոր։ Շատ կարևոր է անդադ մարդկանց իրազեկելն ու բացատրելը։ Բայց մեր հասարակությունը ընդհանուր առմամբ կողմնորոշված է եւ գնահատականները ունի իր ստեղծված վիճակի վերաբերյալ։ Ինչ անել, պարոն Մամիջանի։